մեկ ժամ ու կես առաջ ավարտվեց իմ օպերացիան, արեցին։ Ես շատ գոհ շնորհակալ եմ բժիշկներին։ Բուժարու Մելքոն Գոնչոյանը վերջին շրջանում սուր ցավեր ունենալով որովայնի շրջանում դիմել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ուրոլոգիայի բաժանմունք, որտեղ իրականացվել էր ախտորոշում եւ կատարվել վիրահատական միջամտություն գերժամանակակից լազերային սարքավորման միջոցով։ Արդյունքում վիրահատությունից ժամեր անց հիվանդը հետվիրահատական գանգատներ չունի։ Ամեն ինչ նորմալ է, լավ եմ զգում եւ հույսով եմ, որ 2 օրից ավելի շուտ գնամ տուն։ Նորագույն լազերային համակարգն է։ Եզակի այս սարքավորման հնարավորությունները ներկայացնում է ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Վահրամ Հակոբյանը, ընդգծելով, որ այն կենտրոնական զինվորական հոսպիտալի վերջին տարիների ամենակարևոր ձեռքբերումներից է, ինչը զգալիորեն նպաստել է թե բուժանձնակազմի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, թե բուժառուների խնդիրների արագ եւ հեշտ լուծմանը։ Սա ամենահզոր եւ ամենաժամանակակից սարքերից է, որի միջոցով կատարվում են մի շարք վիրահատություններ։ Ես հատկապես կուզենամ նշել շագանակագեղձի լազերային էնուկլեացիայի մասին, որը այսօր այդ պաթոլոգիայի բուժման ամենաժամանակակից մեթոդն է եւ ունի մեծ առավելություններ։ Սարքի առավելություններից է հետվիրահատական աննշան բարդությունները։ Այն նվազագույն ինվազիվ միջամտություն է, որը կրճատում է նաեւ բուժառուի ապաքինման ժամանակահատվածը։ Ստանդարտ վիրահատության ժամանակ, այսինքն տրանսֆորտալ ռեզեկցիայի ժամանակ կաթետրը հանվում է 3-րդ, 4-րդ, 5-րդ օրը, այս պարագայում մենք կարողանում ենք նաև ուրետրալ կաթետրը հեռացնել վիրահատության մյուս օրը։ Այս սարքով կատարվում են մի շարք նաև այլ վիրահատություններ եւ կապված միզաքարային հիվանդության հետ, ինչպես նաև միզուկի նեղացումների, միզատորանի նեղացումների եւ այլ պաթոլոգիաների համար։ Սարքը բացառիկ սարք է, ինչի շնորհիվ մեծ քանակությամբ վիրահատություններ են կատարել, մեծ թիմային աշխատանքի արդյունքում ունեցել ենք առավելագույն լավ արդյունքներ։ Բժիշկները վստահեցնում են, բաժանմունքում յուրաքանչյուրին ցուցաբերվում է անհատական մոտեցում, ինչը իր հերթին նպաստում է հիվանդների արդյունավետ բուժման կազմակերպմանը։ Մեծ սրտացավություն ենք դասել, որ հիվանդների հանդեպ բոլորս թիմային աշխատանքի արդյունքով փորձում ենք առավելագույնի հասցնել հիվանդների բուժական տակտիկան, առողջացումը եւ հիվանդների բարձր տրամադրությամբ ուղարկում ենք տուն։ Բարոկամերա մտցնելուց հետո կան որ վակուումով արդեն փակ է, ճնշումը սկսում է բարձրանալ, լսողություն չկա։ Բժշկուհի Մելանյանն ներկայացնում է գերճնշումային թթվասնարարության բաժանմունքի համալրվածությունը։ Թթվասնային հատուկ այս սարքը, որով համալրված է հոսպիտալը, արդյունավետորեն աջակցում է մի շարք հիվանդությունների բուժման ընթացքին։ Բարոկամերան ինքը սարքա, որը շատ անհրաժեշտ է եղել բանակին, որը մենք 2000 թվականից ունեցել ենք, նախկինում մի քիչ փոքր էր, բայց կատարում էր նույն ծառայությունը, հիմա ավելի կոմֆորտը ավելի բարձր է։ Թերապիան հատկապես արդյունավետ է գլխուղեղի, սրտի խնդիրների, շաքարային դիաբետի, աուտիզմի, լուրջ վնասվածքների եւ հետվիրահատական բարդությունների վերացման գործում։ Այժմ ստուգում են բուժառուի զարկերակային ճնշումը։ Եթե հակացություններ չկան, հիվանդը ուղիղ 1 ժամ պետք է անցկացնի փակ սարքավորման մեջ, ստանալով թթվասնի մեծ քանակություն։ Հիմնվելով մասնագիտական փորձառության վրա, բժշկուհին վստահեցնում է, նույնիսկ 1 այցելությամբ հիվանդը զգում է շոշափելի արդյունք։ Առանց ջրի ինչ որ ժամանակ մարդը դիմանում է, առանց սննդի ավելի երկար, առանց թթվածնի բոլորովին չի դիմանում։ Շատ կարճ ժամանակ։ Իսկ այն հյուսվածքները, որոնք արդեն թթվածնով չեն մատակարարվում, դրանք արդեն սկսում են իրենց վատ ճանապարհը։ Իսկ երբ որ մտնում են բարոկամերա, որտեղ կան միկրոանգիոպաթիաներ, այսինքն փոքր մազանոթները, անոթները արդեն փակվել են, արդեն խցանվել են, բարձր ճնշմամբ թթվածնի ազդեցությամբ սկսում են իրանք բացվել։ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի համալրվածությունը ժամանակակից սարքավորումներով եւս մեկ անգամ փաստում է, որ այսօր ռազմաբժշկական ծառայությունը քայլում է ժամանակին համընթաց եւ պատրաստ է բարձր որակի ծառայություններ մատուցել ինչպես իր շահառուներին, այնպես էլ քաղաքացիական անձանց։ Եվ որ ամենակարևորն է, Հայաստանում եւ արտերկրում բազմաթիվ վերապատրաստումներ անցած ռազմաբժիշկները նվիրումով ու հոգատարությամբ կանգնած են յուրաքանչյուր բուժառուի կողքին, հոսպիտալացման առաջին պահից մինչև լիակատար ապաքինումը։ Լաուրա Մամյան, Հովանես Գրիգորյան, Զինուշ։